Արցախի 150-160 հազարը 94 թվականի դարձնեին 300 հազար հրաշալի կլներ։ Բայց եկեք նայեք իրականության ամբողջովին։ Ինչ եմ սա ասում։ Հիշենք նաև թե այդ ժամանակ ինչ վիճակ էր Հայաստանում, երբ որ Ռոբերտ Քոչարյանը եկավ Հայաստան եւ դարձավ նախագահ։ Աղքատությունը Հայաստանում 54% էր։ Թոշակը, միջին թոշակը Հայաստանում 6000 դրամ էր եւ ամիսներով թոշակառուները չէին ստանում, դասատուները աշխատավարձ չէին ստանում, տնտեսությունը մեռած էր։ Իրա գնալուց հետո թոշակը 5 անգամ բարձրացել էր միջին թոշակը։ Անցել է 17 տարի, այն ժամանակ 30,000 էր, դարել է 49,000, 60%, 500% իր ժամանակը բարձրացել, 60% այս 17 տարիների ժամանակը բարձրացել։ Ես մի բան եմ հիշում, տարիներ առաջ, մինչև այս ողբերգությունը, դու վստահ եմ շատ լավ ճանաչում ես Արցախի հերոս, Արցախի ազատամարտի ամենապայծառ կերպարներից մեկին Ժաննա Գալստյանին։ Ժաննա Գալստյանն ասում է, երբ որ Քոչարյանը նախագահ էր Հայաստանի եւ գալիս էր Արցախ, ասում էինք, պարոն նախագահ, Արցախին քիչ ես էլի հատկացումներ անում, քիչ ես միջոցներ տրամադրում Արցախին։ Քոչարյանը որ Արցախից էր, չէ, ուղնուցուցով, ասում էր ժողովուրդ, բա աղետի գոտին, հիշում եք, չէ, ամբողջ աղետի գոտին ինչ վիճակում էր։ Այդ ամբողջը նաև այս կողմը ունի, այդ ամբողջը նաև այդ աշխատանքները պիտի արվեր։ Եվ երկրորդ հարցի հետ կապված է։ Իհարկե, դա մեր քաղաքական օրակարգում լինելու, մեր մանակսուրի թեման լինելու, եւ եթե նկատել եք, այդ թեմայով էլ ամենաակտիվ աշխատում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարարը եւ այդ թիմը, որ հիմա արցախցիների, նախարարների, մյուսների հետ, պատգամավորների հետ աշխատում է։